Ողջույն հարգելի հետևորդներ, մենք կրկին ուղիղ եթերում ենք, ես Գառնիկ Թաֆյանն եմ, առանձնացրել եմ վերջին ժամի նորությունները, կարևորի մասին նախամարոտ։ Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, պատգամավորն ահազանգեցնում։ Որն է Փաշինյանի ճանապարհային քարտեզը, վերին եկեղեցի եւ Հայաստանի Հանրապետություն, ինչ նարատիվ է դաշտ գցում գործող իշխանությունը։ Նոր զարգացումներ Գյումրիի վերջին ձերբակալությունների մասին, ինչ որոշումներ կան։ Երբ թվերն ավելի խոսուն են, քան պաշտոնական ամբիոններից հնչող հայտարարությունները, ինչպիսին է Հայաստանի տնտեսության իրական պատկերը։ Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, հայտարարել է Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով պետք է Սրբազանի վիրահատությունը լինի իր բժշկի հսկողությամբ եւ մասնակցությամբ։ Սա պետք է անհապաղ բավարարվի, որպեսզի Սրբազանը պատշաճ օգնություն ստանա։ Մենք դիմում ենք ուղարկել, համապատասխան պաշտպանը դիմում է ուղարկել, ինձ հորդորեցին, որ ինչ որ դիմումի հետ կապված որոշակի խնդիրներ ա եղել, ձևը ինչ որ պետք է փոխվի, ես այդ ձևը, այսինքն խնդիրը բյուրոկրատական քաշքշուկների մեջ է։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ պետք է ճշտումներ ու գործիքակազմ կիրառեն։ Անահիտ Մանասյանը վստահեցրել է եւ ինքը եւ իր աշխատակազմի անդամներն այցելել են Սրբազանին։ Իսկ քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանի խոսքով Սրբազաններն ու Սամվել Կարապետյանը պահվում են այնպիսի պայմաններում, ինչպիսին մյուս ազատազրկված անձինք։ Նա նաեւ հաստատեց, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պայմանները վատն են, բայց ուսումնասիրություններ են իրականացնում դրան այլընտրանք գտնելու Այդ հիմնարկում Մկրտիչ Սրբազանն է պահվում։ Իհարկե մենք եւս հասկանում ենք այդ պայմանների վատ լինելը եւ դրա հետ կապված տեղային լուծումներ տալիս ենք, այնտեղ խցեր վերանորոգվել են, երկարատև տեսակցության սենյակներ են վերանորոգվել, սա որպես տեղային լուծումներ, բայց շենքային պայմանները այնպեսին չեն, որպեսզի մենք կարողանանք համակարգային լուծումներ տանք։ Փաշինյանը քիչ առաջ էլ հրապարակել է իր բնորոշմամբ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը։ 3 կետից բաղկացած ցուցակում Փաշինյանն ընդգծել է պետք է արվեն կաթողիկոսական տեղապահի ընտրություն, ընդունվի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նոր կանոնագիրք, որով կհետևեն հոգևորականի բարեվարկության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին, եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը եւ պետք է կատարեն ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Նախքան դա էլ հերթական կիրակնորյա պատարագից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել նոր առաջարկով, պատարագներն սկսել պետական օրհներգով։ Նրա խոսքով 301 թվականին հայ առաքելական եկեղեցին ստեղծել է պետությունը պետության որոշմամբ, հետևաբար պետք է սկսել օրհներգով։ Մենք խոսք է գնում վերին պետության մասին, վերին պետության մասին եւ պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապը վերին եւ ներքին պետությունների միջև։ Փաշինյանի հավատադավ արշավանքը Գյումրիում էլ ավելի խորացրեց մեր հանրության մեջ այն գիտակցումը, որ Հայաստանի այսօրվա վարչապետը ուր գնում է, ցանում է պառակտություն, անհավատություն, գժտություն, անօրենություն եւ պղծություն, համոզված է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով հատուկ ջոկատայիններով գրավելով Սուրբ Յոթ Վերք եկեղեցին, նա վերածել է իր մասնակցությամբ քաղաքական շոուները ոստիկանական գործողությունների։ Նիկոլական կեղծ պատարագը ավելի նմանվում էր օտարածին ատելի իշխանության ժողովրդի նկատմամբ կատարվող բռնաճնշմանը, քան դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագի։ Այս սախողումները սակայն միայն ավելի են սրում մեր նորօրյա բռնապետացու մոլագարի ախորժակները։ Ստորիավ գծված գրառումը ցույց է տալիս, որ գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ հայ առաքելական եկեղեցին հիմնադրել են Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները, եւ ոչ թե հայոց պետությունը 301 թվականին։ Տեղյակ չի կամ իրեն կատարյալ հիմարի տեղ է դրել, որ ամբողջ աշխարհում պետության եւ դավանանքների սահմանները չեն համընկնում, որովհետեւ չեն կարող ամբողջությամբ համընկնել պետական իշխանության եւ հոգեվոր իշխանության տիրույթները։
Իսկ այս ամենին նախորդել էր Գյումրիի 7-վերք եկեղեցում տեղի ունեցած պատարագը։ 2 պատարագ եւ 2 զուգահեռ իրականություն։ Շիրակի թեմի բոլոր հոգեվորականները Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում էին, իսկ Նիկոլ Փաշինյանն ու պետական ապարատը, կառավարությունն ու ազգային ժողովի իշխող ֆրակցիայի անդամները 7-վերք եկեղեցում։ Ինչ տեղի ունեցավ Գյումրիում, ռեպորտաժում։ Երկրի նախագահը, վարչապետը, պաշտոնատար Այլանդզինգ Գյումրիում էին դեկտեմբերի 7-ին։ Ծաղկեպսակ խոնարեցին զոհերի հիշատակը հավերժացնող արձանի մոտ ու շքախմբով գնացին 7-վերք եկեղեցի պատարագի մասնակցելու համար։ 7-վերք եկեղեցում պատարագը մատուցում էր Արմավիրի թեմի քահանաներից մեկը։ Շիրակի թեմի բոլոր հոգևորականները հրաժարվել էին պատարագ մատուցել ու զեղչել ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունները։ Բայց ինչպես նախորդ պատարագներին, այս անգամ եւս եղան քաղաքացիներ, որ պատարագին եկել էին հատուկ նրանց անունները հիշատակելու համար։ Ամենայն հայոց տյառն կարեգին սրբազնագույն կաթողիկոսին եւ Շիրակի թեմի բարեխնամ առաջնորդի Միքայելի սրբազան arczepiskopos-ի 7-վերք եկեղեցում պատարագին մասնակցում էին նավասարդ arczepiskopos Կճոյանը, Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Նրանք այն հոգևորականներից են, որոնք հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ առանց ամենայն հայոց հայրապետի իմացության։ Նույն պահին Շիրակի թեմի հոգևորականները պատարագ էին մատուցում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Պատարագն ավարտվելուց հետո կառավարական թափորը հեռացավ Գյումրիից։ Տեղեկություններ տարածվեցին 7-վերք եկեղեցում մաքրագործման արարողություն անցկացնելու մասին։ Շիրակի թեմի հոգևորականներից Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանն ասաց, որ այդ արարողությունը թեմակալ առաջնորդը կամ տեղապահը պետք է անեն։ Միքայել Սրբազանը բանտում է, իսկ տեղապահը վատառողջ։ Եկեղեցական ծիսակարգ է, որ կատարվում է, ասենք օրինակի համար վեմ քարը, որ վեմ քարը մաքրագործում է, լվացվում է, վեմ քարը, ասենք հեշ պարտադիր չէ, որ բոլորը ներկա լինեն։ Ինքը իր process-ը կատարվում է աղոթքի միջոցով եւ սրբագործման միջոցով։ Գյումրիում դեկտեմբերի 7-ն անձրևոտ էր։ Միքայել arczepiskopos Աջապահյանի եղբոր որդի Արտաշես Սարգսակը կարծում է, մաքրագործումը անձրևով եղավ։ Աստված մաքրում է Գյումրին այսօրվա բաղձությունից հետո։ Անի Աբաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանի եւ թեմի հոգեվոր տեսուչ գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավակյանի օրհնությամբ վաղը թեմը հրավիրում է Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում 7-վերքում Սուրբ եւ անմահ պատարագի, որը կմատուցի նորաոց Տեր Գառնիկ քահանա Ավոյանը։ Մեծի տան Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը խոսել է եկեղեցու դեմ արշավի մասին։ Կացությունն ավելի վտանգավոր է դարձել եւ լի անկախատեսելի հետևանքներով։ Եկեղեցին Աստծո տունն է ու միաժամանակ ազգի սրբազան տունը։ Յուրաքանչյուր հայ պարտավորություն եւ իրավունք ունի մտահոգվելու եւ տեսակետ հայտնելու եկեղեցուն առնչվող խնդիրների վերաբերյալ, սակայն կառուցողական մոտեցմամբ եւ եկեղեցին վերանորոգելու, նրա ծառայական առաքելությունն ավելի կենսագործելու նախանձախնդրությամբ առաջնորդվելով հայտարարել է Արամ առաջինն ու կոչով դիմել իշխանությանն ու եկեղեցուն։ Հայաստանի իշխանությանը կոչ են կանում հեռու մնալ Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին միջամտելու պառակտման սերմեր ցանելու անընդունելի ու դատապարտելի քայլերից։ Դրանք մեր եկեղեցին, ազգն ու հայրենիքը կարող են ինքնակործանման տանել։ Սուրբ Էջմիածին կոչ են կանում հնարավորինս արագ համախմբությամբ եւ խոհեմությամբ կանխել միաբանության մեջ ճեղքերի առաջացումը եւ համախմբվել վեհափառ հայրապետի շուրջ։ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսատ ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է, հայտարարել է Մայր Աթոռը։ Եկեղեցին որոշել է հետաձգել ժողովը նկատի ունենալով Հայաստանում տիրող վիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում կալանավորումները։ 2024 թվականին առաջարկվել է 3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումը կազմակերպել Ադրբեջանում։ Հայկական կողմը չի համաձայնել դրան։ Այժմ այլ միջավայր է, կարծում ենք Հայաստանը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը նաև հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը քննարկել են տրանսպորտային եւ լոգիստիկ հարցեր, այդ թվում հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը եւ Նախիջևանի ինքնավար
Հանրապետությունն Ադրբեջանին կապող նախագծերը։ Նրանք նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Իսկ Դոհայում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի պետության էմիրի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մուհամմեդ բին Ահմադ Ալ-Միսնադին։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստան-Կատար երկկողմ բազմավոլորտ հարաբերությունների ընթացիկ հարցերին եւ զարգացման հեռանկարներին։ Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված երկու անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ տնային կալանքը, գրավը, պաշտոնավարման կասեցումը եւ բացակայելու արգելքը։ Այլ թեմաների մասին ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվար-հոկտեմբերի սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները։ Թվերն այս անգամ ավելի խոսուն են, քան պաշտոնական ամբիոններից հնչող հայտարարությունները, գրել է պետեկամուտների նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Նրա խոսքով ֆինանսական, բյուջետային ու ժողովրդագրական տվյալները հուշում են մեկ բան՝ կոսմետիկ լուծումներով պետությունն առաջ չի գնում։ Ընդհանուր ակտիվության աճը պահում են կարճաժամկետ ոլորտները, շինարարությունն ու ծառայությունները, բայց դրանց ներքո տեսանելի է արդյունաբերության շարունակվող անկումը եւ արտահանման սահուն, բայց խորացող նահանջը։ Տնտեսության կառուցվածքը շարունակում է միակողմանի լինել, վարկային բեռի աճը գերազանցում է եկամուտների աճը։ Բյուջեն շարունակում է թերակատարել հատկապես ներդրումային հատվածը, իսկ բնակչության բնական աճի թվերը վկայում են երկարաժամկետ վտանգի մասին, որն այլևս չի կարելի անտեսել։ Այս շարքի նպատակը մեկն է ցույց տալ, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանի տնտեսությունում թվերի ոչ թե սկզբունքավորված լռության շղարշի տակ։ Իսկ քաղաքային իշխանության օրակարգում Կասկադի նախագիծն ավարտին հասցնելու հարցն է։ Տիգրան Ավինյանը հերթական նիստի ընթացքում խոսել է այդ մասին։ Շատ կարևոր պայմանագիր ենք ստորագրել, շատ բարդ գործընթացներով անցած եւ տասնամյակների խնդիր ենք դրանով լուծում, եւ ոչ միայն խնդիր ենք լուծում քաղաքաշինական, այլ նաեւ քաղաքի համար ստեղծում ենք շատ կարևոր ենթակառուցվածք։ Քաղաքը ստանում է 1000-ից ավելի տեղանոց գեղեցիկ համերգասրահ։ Ավելի վաղ Ավինյանը հայտնել էր, որ մեկնարկում է Կասկադն ավարտուն տեսքի բերելու գործընթացը։ Տիգրան Ավինյանը հատուկ շնորհակալություն էր հայտնել Կասկադի հեղինակներին, որին արձագանքել է ճարտարապետ Սարգիս Գուրզատյանի թոռնուհին Մարիամ Գուրզատյանը։ Գրելով, որ քաղաքային իշխանությունն այս հարցում երբևէ չի ունեցել Գուրզատյան ընտանիքի աջակցությունը։ Մենք պնդել ենք եւ շարունակում ենք պնդել, որ Կասկադը պետք է ավարտին հասցվեր միայն նախնական հեղինակային նախագծի հիման վրա, ասել է թոռնուհին։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Իրանը լիովին դադարեցնի ուրանի հարստացումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Գլխավոր խոչընդոտը մնում է Միացյալ Նահանգների դժկամությունը ճանաչելու Իրանի խաղաղ միջուկային տեխնոլոգիաների, այդ թվում ուրանի հարստացման իրավունքը, համաձայն միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի։ Նա հավելել է, որ Իրանը կարող է ընդունել միջուկային տեխնոլոգիաների խաղաղ գործածման ժամանակավոր սահմանափակումներ վստահություն ձևավորելու համար։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարարության բյուջեի նախագծով նախատեսված է 2026 եւ 27 թվականներին Ուկրաինային աջակցելու համար հատկացնել $800 միլիոն։ Փաստաթղթի քննարկումը կոնգրեսը կսկսի այս շաբաթ։ Ավելին օրինագիծը պարտավորեցնում է Պենտագոնի ղեկավարին զեկուցել ներկայացուցիչների պալատին եւ սենատին Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման կասեցման կամ դադարեցման մասին։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Իսրայելում հանդիպել են վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երկրների առաջնորդները Երուսաղեմում հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ կրկին խոսվել է Իսրայել-Գերմանիա ռազմադիվանագիտական եւ անվտանգության հարաբերությունների մասին։ Քանի դեռ Զելենսկին նախագահ է, նա չի համաձայնի տարածքներ զիջել խաղաղության դիմաց։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն է հայտարարել. Այսօր ոչ մի ողջամիտ մարդ չի ստորագրի տարածք զիջելու մասին փաստաթուղթ, քանի դեռ Զելենսկին նախագահ է, ոչ ոք չպետք է հույս ունենա, որ մենք տարածքներ կզիջենք։ Նա չի ստորագրի տարածքներ զիջելու մասին փաստաթուղթ, հայտարարել է նա։
Թրամփը հիասթափություն է հայտնել Զելենսկիի կողմից խաղաղության համաձայնագրի նախագծին չարձագանքելու կապակցությամբ։ Համացանցում են հայտնվել Ասադի եւ նրա խորհրդականի մասնակցության բացառիկ կադրեր, որտեղ քննարկում են Պուտինի արտաքին տեսքը։ Տեսել եք, թե որքան այտուցված է Պուտինը, հարցրել է խորհրդականը։ Ասադը պատասխանել է՝ դա ամբողջությամբ պլաստիկ վիրահատություն է։ Հնդկաստանի Գոա նահանգի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, հայտնում է Indian Express-ը։ Մահացածների մեծ մասը եղել են ակումբի աշխատակիցներ, ըստ նախնական տվյալների հրդեհը սկսվել է գազի բալոնի պայթյունից կամ ակումբում օգտագործված հրավառությունից։ Միացյալ Նահանգների Վիսկոնսին նահանգում ոստիկանը ծանր վիրավորվել է փոխհրաձգության ժամանակ, զինված անձը կրակել է քաղաքի կենտրոնական հատվածում, որից հետո փորձել է փախչել ոստիկանական ուժերից։ Ավստրալիայում խոշոր անտառային հրդեհները Նյու Սոութ Ուելես նահանգում, հատկապես Սպենսային ափամերձ եւ կենտրոնական ծովափի շրջաններում հրդեհն անկառավարելի է։ Վերջին տվյալներով հրդեհները հասել են բնակելի տներ ու շինություններ։ Հրդեհի հետևանքով զոհվել են փրկարարներ, շատ հատվածներում վիճակը ծայրահեղ է։ Թայլանդի ռազմաօդային ուժերը հարվածել են Կամբոջայի ռազմական դիրքերին, հայտնել է երկրի ռազմաօդային ուժերի մամուլի խոսնակը։ Վերջին շրջանում սրվել էին սահմանային լարվածությունները երկու երկրների միջև։ Այս հարվածը համարվում է վերջին շրջանում ամենավտանգավոր էսկալացիան երկու երկրների միջև։ Թուրքիայի Ալանիա քաղաքը հեղեղվել է հորդառատ անձրևների հետևանքով, հեղեղված փողոցների պատճառով մեքենաների վարորդների համար էլ ճանապարհները դարձել են շատ դժվար անցանելի։ Իրանում վազքի մարաթոնի կազմակերպիչները ձերբակալվել են, քանի որ մասնակից կանայք հիջաբ չեն հագել։ Մարաթոնը տեղի էր ունեցել դեկտեմբերի 5-ին, եւս հաղորդագրությունների միջոցառմանը մասնակցել է մոտ 5000 մարդ։ Շատ կանայք վազքի ժամանակ հիջաբով չեն եղել, ինչը ցուցադրվել է ինտերնետում տարածված լուսանկարներում։ Դատարանը հայտարարել է, որ միջոցառումը խախտել է հասարակական բարեկրթությունը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ճոպանուղին 4 անգամ արժանացել է հեղինակ Չազգային World Travel բանակարքում։ Հայկական ճոպանուղին այս տարի եւս գերազանցել է մրցակիցներին Բոլիվիայից, Բրազիլիայից, Վիետնամից, Կանադայից, Նոր Զելանդիայից, Միացյալ Նահանգներից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից։ Անվանակարգում 2024, 23 եւ 21 թվականներին։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակենք Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնու Թավյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը։ Իմ գործընկեր Աննա Սարգսյանը կներկայացնի օրվա գլխավոր թեմաները։